Հարազատներ ջան, պինդ նստեք, ամուր բռնեք, շատ հետաքրքիր բաներ եմ ասելու, իրականության մասին, ինչա կատարվում։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես հետևում եմ էլի ամեն ինչին, եւ Ռուսաստանում եմ հետևում, ասենք, Պուտինին ասենց, որ ասեմ 99%-ով արդեն գիտեմ, Հայաստանի ղեկավարներին բոլորին գիտեմ, աշխարհի ղեկավարներին գիտեմ, ինչ որ չափերով գիտեմ։ Սենց Հայաստանում ժողովուրդ ջան, կատարվում է հետևյալը. հարուստների եւ մեծահարուստների խաչակրած արշավանքա։ Շատ ժամանակ օրինակ մեր քաղաքագետները բանը բոլորն ասում են Ռուսաստանից ուղղորդված էս մի բան, այդ բանը կա։ Բայց այդ բանը ես ձեզ վստահեցնում եմ 100%-ով ուղղորդված չի։ Անձամբ ասենք Պուտինից։ Ռուսաստանից ուղղորդվում է այդ բանը հայ համանքի կողմից։ Հայ համանքի մեծահարուստների Այդ նույն ուղղորդումը կա Ամերիկայից, հայ մեծահարուստների կողմից։ Ռուսաստանի հայերն ասում են, Նիկոլը Հայաստանը տանում է на Запад, Եվրոպա, այս մի բան Ամերիկա բան չէ, բայց Ամերիկայի մեծահարուստները չգիտես ինչու Նիկոլի կողմնակից չեն, սրանց կողմնակից են։ Սա մեծահարուստների արշավա Հայաստանի վրա իշխանությունը վերցնեն իրանց ձեռը մեծահարուստների այդ երկրների մեծահարուստների հետ իրանց կայֆերով ապրեն։ Հիմա դրա պայքարն է գնում։ Ուրիշ բան չկա։ Այ օրինակ Պուտինին շատ բաներում ասենք մեղադրում ենք, չէ՞։ Պուտինը իր երկրի շահերի համար ամեն ինչ էլ անում է, կարա Հայաստանին մեծ բանով գցել, ոնց որ ասենք Ղարաբաղում գցեց։ Նա շահը Թուրքիայի հետ է։ Հայաստանի հետ Ռուսաստանը ասենք մի 4-5 միլիարդ դոլարի բան է, Թուրքիայի հետ 100 միլիարդից անցնում է, Ադրբեջանի հետ արդեն 25-30 միլիարդ է։ Հասկանում եք, իհարկե նրանց հանտրելու, դրա համար մենք չենք էլ կարա իրականում մեղադրենք, ասենք, Պուտինին։ Պուտինը այդ հարցում ճիշտ է։ Այ օրինակ վարչապետը Պուտինի հետ նստած ազատ, սենց ոնց որ ընկերական զրույց էին անում։ Նիկոլոս էս փռված բասկաթոռի վրա ընկերական ինչ ասեց Պուտինը ընդունեց։ Ընդհանրապես Պուտինը եթե չի ընդունում մի բան 5 րոպեից հետո դա զգացվում է ամբողջ աշխարհում։ Բայց մարդը ոչ մի բան։ Նա լրիվ համաձայն է 100% մեր վարչապետի հետ։ Ոչ մի բան։ Ինչ է կատարում, այդ մեծահարուստները, ոնց որ Հայաստանի լրատվականները բանը, մեր մեծահարուստ հայերը լրիվ կապված են Ռուսաստանի լրատվականների հետ, թե եւ պետական, եւ ընենց, բոլորի հետ։ Ու այդպես բան են անում, ասենք Ռուսաստանից հայտարարություններ ա գալի, մեր քաղաքագետները ամբողջովին տատնում են ինչ-որ Պուտինի վրա, բայց չէ տես չի։ Դա մեր հայերը, մեր մեծահարուստներն են անում։ Ժողովուրդ ջան, ես այսքան բան ասում եմ, որ դուք ճիշտ իմանաք, ճիշտ ընկալեք։ Սա է ճիշտը։ Նրանք առանց իշխանության չեն կարա, նրանց բիզնեսները բանը սաղ նրանց ձեռնա, միլիարդներ են աշխատում, բայց միլիարդը ինչքան ուզում եք կուբամետրերով նրանց պատվալներում փողը սակածա, չէ, նրանց դա չի հետաքրքրում, նրանց իշխանությունն է պետք, հասկանում եք, իշխանությունը մի ուրիշ բան է, հարստությունը մեկ այլ ուրիշ բան է, հարստությունը չի բավարարում, երբ որ մարդը շատ հարուստանում է, ուզում է ավելի հարուստ լինի,
Հասկանում եք, աղքատը երբ որ նա Ժիգուլի առնում, մի քիչ քշում է, մեկ էլ ուզում է մի հատ ինամարկա առնի։ Տենց է։ Հարուստին ունի 1 միլիարդ ուզում է 2 լինի, 2-ն ունենում ուզում է 4 լինի։ Մեկ էլ որ տենց շատ ունենում է, եթե այդ միլիարդները դաժե չգիտի ինչ անի։ Նա իշխանության է ձգտում։ Զգում է, նա հասկանում է, որ իշխանությունից հարուստ բան գոյություն չունի։ Հիմա Հայաստանում իշխանությունը չասեմ աղքատների ձեռն է, այն միջին խավի ձեռն է։ Միջին խավը դրանք հարուստ չեն համարում։ Միջին խավից եթե գնում է հարուստ, հետո մեծահարուստ։ Միջին խավին էլ պատերժ կանում աղքատները։ Հիմա մեր երկիրը կառավարում է միջին խավի կողմից։ Ռեալ, միջին խավի։ Հիմա ժողովուրդ ջան, ես որ ասում եմ, ասենք վարչապետը ստանալու է 57% ձայն, ես դա 100%-ով վստահ եմ, որ ստանալու է, որովհետև միջին խավը ու աղքատները լրիվ ձայնը տալու են։ Իսկ հարուստները ու մեծահարուստները մաքսիմում 20-25%, հարուստների, մեծահարուստների թիվը 10% է, գումարած իրանց ընտանիքները։ Հասկանում եք, 20-25% ավել չունեն։ Ինչքան ուզում է խնդրեն, ժողովրդին ինչ ուզում է ասեն, ժողովուրդ իրանց չի ընտրելու, ձև չկա։ Հասկանում եք, ուրիշ ոչ մի ձև էլ չունեն։ Դրսից ոչ մեկը բան չի անելու, ոչ մեկին հետաքրքիր չի Հայաստանը, մեր պետությունը հետաքրքիր չի, օրինակ եթե Ադրբեջանում լինի նման, կարողանան նման քայլանեն Ալիևի հետ ինչ-որ մեկը ոնց որ վարչապետ Նիկոլը թույլ է տալի մեր երկրում Քոչարյանին, Ծառուկյանին, այդքան միլիարդների պարտքեր ունեն գողացած, պետք է պետությանը հանձնեն, թույլ է տալի մասնակցեն, եթե Ալիևը ընդեղ թույլ տա, չէ, նրանց թույլ տա։ Գիտես ինչ պայքար կլինի Ադրբեջանի համար, ամբողջ աշխարհը, Անգլիա, Ամերիկա, Ռուսաստան, պրեզիդենտները սաղ կլի, բայց Հայաստանի համար ոչ մի պայքար էլ ոչ մեկը չկա։ Ստի ժողովրդավարական ուժը Եվրոպան մեր կողմնակից է, մեծահարուստներն էլ վրա տված։ Եվրոպան մեր կողմից է բաները։ Երկրների լիդերները նախագահը, բայց Եվրոպայում էլ, Ամերիկայում էլ, Ռուսաստանում էլ մեծահարուստները բոլորը դրանց կողմնակից են։ Աղքատին ու միջին խավի մարդուն ոչ մեկն էլ հաշվի չի առնում։ Ես իմ ասածը սաղ աշխարհում ասենց դրությունը, բայց մեր մոտ չի կարա փոխվի, մեզ մի 5 տարի էլ է պետք, 5 տարի էլ պետք է, որ մեր երկիրը արդեն իսկական կայացած երկիր դառնա, հիմա արդեն մենք անկախության են վերջում ենք, հասկանում ես ոնց որ անկախության են վերջնամասումն ենք, որ ամբողջովին անկախանանք։ Մեզ այդ 5 տարին կարևոր է, այս 5 տարին կարևոր է, դիմացեք ժողովուրդ ջան, էսա, պատերազմը էսա, չհավատակ, ոչ մի Պուտին, ոչ մի բան, ոչ մի ուղղորդող, ոչ մի բան էլ չկա, ասում եմ Ռուսաստանից այդ բաներն են, լրատվականները, հայերի ապշինա, նույնը Եվրոպայից, նույնը Ամերիկայից։ Ոնց որ Նիկոլին այդ երկրներում կողմնակից իբր թե կա ոչ, բացի երկրների անմիջապես ղեկավարներիցը, դեր երկրների նախագահները, վարչապետները, բացի նրանցից ուրիշ կողմնակից վարչապետին մեր չունի, որովհետև մեր վարչապետը գործանում պետության կառավարողների հետ, վերջ։ Ես կրկնում եմ, Պուտինի հետ նստում է արդեն ոնց որ աղբոր հետ զրույց են անում, Պուտինը մի օր էլ անցկենում, մի շաբաթ էլ անցկենում, ոչ մի բան գոյություն չունի, որ ինչ որ Պուտինը միտք ունի, ասենք վարչապետ Նիկոլին բանանի, ինչ որ վտանգի տակ տնի նրա ասածը, նրա բանը, ոչ, իրար հետ լավ ընդունում են, ամեն ինչ էլ անում են, զրույց են անում, գործ են անում, արխեին մնացեք այդ հարցով, մնում է,
մեր հայ ազգը Ես մեր հայ ազգը այսօրվա դրությամբ նկատի ունեմ միջին խավը ու աղքատ խավը։ Սենց այսպես ոտի կայնած, ճիշտ ընտրություն անեն, հանկարծ, ձեր միջից ծախվող չլի, ժողովուրդ ջան, 5 տարի էլ դիմացեք, ես ձեզ ասում եմ, այսօր մեր թոշակները ասենք 46, 50, 60, 70, 80, 100 հազար դրամա չէ, 5 տարուց ետը մեր թոշակները Խոսքս հիշեք, ես եմ ասում դա ձեզ, 450-500 հազար դրամ լինելու, 5 տարուց հետո, խոսքս հիշեք, սա ես 30 թվին կարող է ես սաղ չլեմ, դուք հիշեք խոսքս, լինելու է $1000 պակաս չի լինելու, Հայաստանում թոշակառուները, աշխատավարձերն էլ էլի այդ նույն ձևի շատ լինելու է բարձր, շատ բարձր է լինելու, դուքները տեղը պահեք, ամեն ինչ լավ է լինելու Բարի գիշեր ձեզ